Սպիտակի համայնքապետարանը 68.5 միլիոն դրամ համայնքային միջոցներով 6 միկրոավտոբուս է գնել, որոնցով նախատեսվում է անվճար տրանսպորտային փոխադրումներ իրականացնել Սպիտակ քաղաքից դեպի հարակից գյուղեր։ Սպիտակ համայնք հասան ձեռք բերված նոր տրանսպորտային միջոցները, որոնք սպասարկելու են Սպիտակի 20 գյուղերը եւ Սպիտակ քաղաքի ներքաղաքային երթուղին ամբողջությամբ անվճար։ Դեռ 3 տարի առաջ տեղական իշխանությունները ոչ միայն անտեսում էին միջգյուղական տրանսպորտի խնդիրը, այլև ըստ տեղացիների ճնշում ստորագրահավաք նախաձեռնած քաղաքացիներին։ Քաղաքապետն անգամ վարչական ղեկավարների հետ հանդիպում էր կազմակերպել ոչ թե տրանսպորտի բացակայության, այլ ստորագրահավաքին մասնակցող քաղաքացիների հարցը քննարկելու համար։ Նախաձեռնող խմբի անդամ Անուշիկ Պետրոսյանն Ազատությանն ասել էր, թե խոչընդոտների են հանդիպել իշխանություններին ուղղված դիմումի տակ մոտ 500 ստորագրություն հավաքելիս։ Իրականում, երբ որ մենք ստորագրությունները հավաքեցինք, սկսեցին տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարների մոտ հարցեր առաջանալ, թե ինչպես եղավ, որ բնակիչները որոշեցին այս խնդրի մասին բարձրաձայնել կամ ով է իրանց թույլ տվել առանց հարցնելու դրա մասին խոսել, ինչն է իրանց դրդել իրենց խնդրի մասին բարձրաձայնելուն։ Այդ ժամանակ էր, որ ՔՊ-ականները հայտարարում էին, թե համայնքի համար քաղաքային տրանսպորտ ունենալը մեծ բեռ է, անգամ այն դեպքում, երբ խոսքը չէր գնում անվճար սպասարկելու մասին։ Սուբվենցիոն ծրագիրը չլինի տրանսպորտը լի, դա ես մի քիչ ոչ տրամաբանական եմ համարում, էլի։ Ու այդ բեռը հենց բեռը, դու այդքան բեռ, այդքան եկամուտ մնա ազատ միջոց ունենա, դու պայնա տրանսպորտը պահես։ Այդ բեռի տակից պետք է դուրս գա, դու չես կարող այդ բեռը պահես։ Մինչդեռ այժմ տարեվերջին սպասվող տեղական ընտրություններից առաջ ԿՊ-ական քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանն ու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն ակտիվորեն ազդարարում են անվճար երթուղիների մասին։ Երկու ամենասպասված տեղեկությունները ասենք, որ նախ անվճար է գործելու տրանսպորտը ամբողջ համայնքում եւ նախատեսել եք, որ օգոստոսի 1-ից արդեն նոր տրանսպորտային միջոցները դուրս կգան երթուղի։ Այսինքն այս ընթացքում պետհամարանիշերն հանվել ավականու որոշմամբ ընդունվել է գույքը։ Թեև իշխող քաղաքացիական պայմանագիրը չի հայտարարել Քաջայր Նիկողոսյանի թեկնածությունն առաջադրելու մասին, նա ակնհայտ ձգտում է հաճախակի երևալ համայնքապետարանի պաշտոնական էջերում։ Սիրելի հարևանշողցիներ, Ընտրական ակտիվությանը զուգահեռ համայնքապետը հայտնվել է վարքագծի կանոնների խախտման կենտրոնում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել ու եզրակացրել է, որ Քաջայր Նիկողոսյանը խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները լրագրողի հետ հաղորդակցվելու ընթացքում։ Նա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին Սպիտակի հրապարակում Նիկոլ Փաշինյանին սպասելիս վիրավորական արտահայտություններով էր արձագանքել, երբ Ազատությունը մոտեցել էր նկարահանելու, թե ինչպես է նա պատրաստվում դիմավորել վարչապետին ու պարզելու, արդյոք վարչական ռեսուրսի չարաշահում չէ, երբ հրապարակում մեծ թվով համայնքային ու պետական աշխատողներ կան աշխատանքային ժամին։ Բան եք ասում, պարոն Նիկողոսյան։ քեզ առավել եւս ոչ, ձեզ առաvel եւս ոչ։ Դուք այն մարդը չեք, որ ձեզ բան ասում։ Հասկացողին են ասում։ Պաշտոնյաների վարքագծին հետևող հանձնաժողովին ուղարկված գրավոր պարզաբանման մեջ Նիկողոսյանը պնդել է, թե Ազատության հրապարակումները 2022-ից ի վեր վարկաբեկել են իրեն եւ համայնքը։ Փաստ է սակայն, որ նա երբևէ չի հերքել մեր բացահայտումներն ու այդուհանդերձ մշտապես խուսափել է հարցազրույցներից։ Հարցազրույց չեմ ուզում տամ։ Ինչքան կարելի ասել, ձեր ցան տանեմ։ Բայց ինչպես է ձեր վերաբերմունքը, էլի ձեր աշխատանքները։ Անցած տարիներին Ազատության ռեպորտաժները վերաբերել են համայնքապետի աղմկահարույց որոշումներին։ Օրինակ, երբ նա իր անվան մրցաշար էր կազմակերպել, ինքն իրեն մրցանակային տեղ շնորհել ու բյուջեից 90,000 դրամ ստացել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դա որակել է շահերի բախում եւ պարտավորեցրել գումարը վերադարձնել բյուջե։ Մրցաշարի անցկացման, ինչպես նաև համայնքի բյուջեից միջոցների տրամադրման վերաբերյալ որոշումները կայացվել են ձեր կողմից եւ դրանց հիման վրա դուք համայնքի բյուջեից ստացել եք դրամական պարգևատրում 90,000 դրամի չափով, ինչն օրենքի կարգավորումներով կարող էր հանգեցնել ձեր կողմից շահերի բախման։ Բացի այդ, լուսաբանվել էր քաղաքապետի որդու Գոռ Նիկողոսյանի մասնակցությամբ վարչական ղեկավարներից մեկի ամուսնուն ծեծելու գործը, որով կրտսեր Նիկողոսյանը դատապարտվել էր պայմանական ազատազրկման
շփման։ Քաղաքացիական պայմանագրի անդամ Քաջայր Նիկողոսյանը Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո հենց իր կուսակիցների կողմից մեղադրվել էր ազատ խոսքը լռեցնելու, կարծիքների բախում թույլ չտալու եւ ոչ թափանցիկ աշխատանքի համար։ Ի սկզբանե Սպիտակի ավականու իշխանական թևը պարակտվել էր։ Մի մասը մշտապես բոյկոտում էր աշխատանքները, համարելով, որ անհնար է գործող ղեկավարի հետ աշխատել։ Այդ շրջանում անգամ Ազատությանը որոշ ՔՊ-ականներ համայնքի ղեկավարին քննադատող հարցազրույցներ էին տվել, բայց հետո խնդրել չհրապարակել դրանք, պատճառաբանելով, թե սպառնալիքներ են ստացել իշխանություններից։ Իշխանականները կտրուկ հերքում էին այս պնդումները։ Ի վերջո քննադատություններ հնչեցնող Համլետ Մազմանյանին, որ նաև ավականու նույն խմբակցության անդամ է, քաղաքացիական պայմանագիրը հեռացրեց կուսակցությունից ու անարգել շարունակեց նիստերը, արդեն առանց ներքին ընդդիմախոսության։